Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Վաղարշապատ խոշորացված համայնքի քաղաքապետի տեխնացու Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, հաղթանակ դաշինքով առաջադրված Սևակ Խաչատրյանը հրատապ ասուլիս էր հրավիրելու ասուլիսի ժամանակ արդեն, իսկ մի շարք հայտարարություններ արել, նախ խոսել է բռնաճնշումների մասին, որ քաղաքացիական պայմանագրի կողմից արդեն ճնշումներ են բանեցնում իր վրա եւ առհասարակ ընդդիմադիր համայնքապետերը Վաղարշապատում այսպես եւ ոչ միայն Վաղարշապատում, նաեւ Գյումրու օրինակը բերեց, Փարաքարի օրինակը բերեց, ասած ճնշումները կան, բայց իրենք չեն վախենալու եւ գնում են հստակ հաղթանակի։ Նախ կուզենամ մեկնաբանեք այս առումով եւ քաղաքացիական պայմանագիրը արդյոք ձեզ վրա էլ հասցրել է ճնշումներ բանեցնել։ Շնորհակալ եմ հրավերի համար, գիտեք, ինձ վրա ճնշումներ բանեցնելը ամենահեշտ գործերից չի, որ բանեցնեն, ոչ քաղաքացիական պայմանագրի կողմից որևէ այդպիսի ազդակ ես եւ մեր թիմը չի ստացել։ Ինչու է խոսում Սևակ Խաչատրյանը, ավելի ճիշտ Ռոբերտ Քոչարյանի տեխնացու, դաշնակցության տեխնացու Սևակ Խաչատրյանը ինչի է խոսում բռնաճնշումներից, ինձ համար անհասկանալի է իրականում։ Ինչու։ Գիտեք, եթե սրա մասին խոսի չգիտեմ, մեկ այլ քաղաքական ուժ, իհարկե ով խոսում է պետք է տակը փաստարկ դրվի, գիտեք, օդի մեջ ամեն ինչ շատ բան կարելի ասել։ Գուցե հասկանամ, բայց Սևակ Խաչատրյանը սրա իրավունքը չունի։ Ինչու։ Նախորդ ավականու կազմում աշխատելով Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչները օրերից մեկ օր չեն լսել Սևակ Խաչատրյանի ձայնը, նախկին ԿՊ-ական ղեկավարի, չգիտեմ, չարաշահումների վերաբերյալ, ենթադրյալ յուրացումների վերաբերյալ, առհասարակ կառավարման վերաբերյալ։ Սա ինչի մասին է խոսում։ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչը կարող է հիմա ենթադրել, որ օրինակ Սևակ Խաչատրյանը ուղղակի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի մոտ ավականի է աշխատել, ուղղակի մանդատը ծոցագրպանում դրած։ Հետքի հայտնի հոդվածի հետքերով եթե գնանք ու բախվենք քրեական գործերին, այստեղ էլ Սևակ Խաչատրյանի հետքը չենք տեսնի։ Շողքն անգամ չենք տեսնի։ Ուր էր Սևակ Խաչատրյանը, երբ որ ըստ հետքում զետեղված այդ տեղեկությունների, հետագայում քրեական գործի հիմք դարձած այդ տեղեկությունների Վաղարշապատ խոշորացված համայնքում ինչ որ ընտանեկան կառավարման արդյունքում հողեր էին մեջ արվում։ Հիմա ընտրություններ են։ Հիմա ժամանակն է ակտիվանալու։ Նախ թող ներկայանան ճիշտ Ռոբերտ Քոչարյանի տեխնացու։ Սա շատ կարևոր է, որովհետև հիմա Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների հետ ես շփումների մեջ եմ եւ մարդիկ ուղղակի երբեմն չգիտեն թե ով ում տեխնացուն է, եւ սա առանցքային հարց է այս ընտրություններում։ Սա առանցքային հարց է այս ընտրություններում, պետք է մարդիկ հասկանան ով որտեղից է սերում մեր երկրի գլոբալ առումով, ոչ միայն Վաղարշապատ խոշորացված համայնքի, այլ գլոբալ առումով մեր երկրի ապագան աշխարհաքաղաքական որ հովանոցի տակ է պատկերացնում, սա պետք է մեր հայրենակիցներն իմանան, այ օրինակ իրենք թող պատասխանեն, եթե Գյումրին են ցիտում, Փարաքարն են ցիտում զուգահեռաբար այսպես ինչ որ տողատակում ինչ որ ակնարկներ հղելով։ Իսկ Փարաքար 2 ասելով ամեն դեպքում ինչ են հասկանում։ Ամեն դեպքում ես իրենց կհորդորեմ զգուշ լինեն իրենց արտահայտություններում եւ շատ հաշվարկված։ Փարաքար 2-ի տակ ամեն ինչ կարելի է հասկանալ։ Ինչ է եղել։ Փարաքար, ներողություն, Փարաքար 2 այդ օրինակին էլ անդրադառնամ։ Փարաքար 2 օրինակը, որ բերում եք, ինչ նկատի ունեք։ Համայնքի պառակտվածությունը, ծեծու ջարդերը, անընդհատ արյուն թափելը, այդ նկատի ունեք, այդ եք բերելու Վաղարշապատ խոշորացված համայնքին։ Փոխանակ կանգնեք ձեր դիրքերից,
Իբրև հասարակական գործիչ կոչ անեք փարակարում միասնության, հանրային համերաշխության, ի վերջո այդ արյուն թափելու պրոցեսի դադարեցման, կշտամբեք, հորդորեք, խնդրեք, անձնական կապեր գործադրեք, դեռ մի բան էլ փարակար երկուսով սպառնում կամ տողատակում ինչ որ բան եք ուզում հասկացնել, կրկնում եմ, թող զգուշ լինեն իրենց արտահայտություններում։ Պարոն Մկրտչյան, խոսենք այն մասին, թե դուք ինչու որոշեցիք առաջադրվել, մենք գիտենք, որ բազմից խոսել եք համայնքի խնդիրներից։ Ես գալիս էի, Գյումրիին էի գալիս փարակարը, այսպես հպանցիկ փարակարի թեմային անդրադառնալով։ Գյումրիի մասին որ խոսում են, Գյումրին օրինակ են բերում։ Իրականում այո, Գյումրի երկուս են ուզում դարձնել վաղ շաբաթը, կոնսենսուս -1 ապահովել։ Իսկ կստացվի։ Դե դրա համար եմ ես առաջադրվել եւ ես ասում եմ մեր հայրենակիցներին, որ ես իմ առաջադրման հիմքում դրել եմ այն հանգամանքը, որ վաղ շաբաթում Գյումրի 2 թույլ չեմ տալու։ Թե ինչպես կդասավորվի, իհարկե ես գնում եմ 50+1 վերցնելու, իհարկե գնում եմ ամբողջական իշխանություն մեր հայրենակիցներից վաղ շաբաթ խոշորացված համայնքի մեր բնակիչներից հայցելու, կտան այդ մանդատը, կծառայեմ այդ մանդատի տառին եւ ոգուն համապատասխան եւ որևէ մեկը վստահեցնում եմ չի փոշմանի, որից զայնա տվել։ Որովհետեւ գիտեք, առիթներ շատ ա եղել, դեպքեր շատ ա եղել, հնարավորություններ շատ ա եղել, բայց ինձ համար քաղաքականության մեջ սկզբունքը առաջին հերթին մարդ մնալը։ Գիտեք, քաղաքականության մեջ իրականում ովքեր որ կան, այդ սկզբունքը դժվար են պահում, բայց իմ համար առաջնային սկզբունքա դա եւ հիմքում դա է դրվում։ Ես քաղաքում թայֆայական ընտրություն չեմ պատկերացնում։ Երբեք չեմ պատկերացրել եւ երբեք չեմ պատկերացնի։ Ի տարբերություն այլ տեխնացուների, ովքեր արդեն իսկ փորձում են այս ընտրությունները թայֆայական ինչ-որ ընտրությունների վերածել, ծանոթ խնամի բարեկամ այս քավորսանի հարաբերությունները եւ կապերը գործի դնելով։ Ես սա բացառում եմ։ Ես որևէ մեկի ոչ բիզնես էլիտայի գրպանային քաղաքապետի տեխնացուն եմ, ոչ, չգիտեմ, քաղաքի ինչ-որ շրջանակների գրպանային քաղաքապետի տեխնացուն եմ։ Ես գալիս եմ վաղ շաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին ծառայելու, Գյումրի 2-ը բացառելով։ Պարոն Մկրտչյան, ըստ էության Սևակ Խաչատրյանը խոսեց նաև սցենարներից եւ մոտավորապես նշեց Գյումրու սցենարը, ելի համեմատականներ տանելով, ասաց, որ վաղաշաբաթում իհարկե նույնը կարող է լինել, բոլոր այն ուժերը, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, վերջում կարող են համագործակցության եզրեր գտնել, չեն համագործակցելու միայն քաղաքացիական պայմանագրի եւ քաղաքացիական պայմանագրի հետ աֆիլիացված ուժերի եւ տեխնացուների հետ, ենթադրում եմ ակնարկելով նաև ձեզ, դուք կոալիցիաները բացառում եք եւ նաև ինչ էին ակնարկում, ասելով որ էլի Գյումրի 2 օրինակով, այսինքն ընդդիմությունը արդեն հաղթանակ է տոնում, ասում է, որ իշխանափոխությունը քաղաքացիական պայմանագրի պարտությունները սկսվելու են, այս անգամ արդեն Էջմիածնից, Գյումրին դրա վառ վկայությունն է, բայց Գյումրիում մենք գիտենք, որ պատկերը մի փոքր այլ էր եւ ընդդիմության միասնությունը այսպես հաղթանակ բերեց Վարդան Ղուկասյանին։ Վաղաշաբաթում ինչ սպասել։ Այս սցենարները կարող է կյանքի կոչվել։ Ես առաջարկում եմ մի քիչ լուրջ վերաբերվել ամեն ինչին։ Դե մենք երեխա չենք, էլի։ Քաղաքական process-ի մեջ ենք մտել, դիմաց ընտրությունը։ Սպասենք ընտրություններին, ընտրություններից հետո ըստ ձևավորված արդյունքների կխոսենք։ Իրենք ասում են ՔՊ-ի հետ չեն համագործակցի եւ աֆիլիացված ինչ-որ ուժերի։ Աֆիլիացման մասով ես ձեզ քիչ առաջ կարծեմ առաջին հարցի պատասխանի մեջ ասացի, չէ, թե ով ում հետ էր աֆիլիացված վերջին տարիներին վաղաշաբաթ խոշորացված համայնքում։ Լավ։ Աֆիլիացման մասով ես էլի փաստարկված ընթացքում կլինեն քննարկումներ, հարցազրույցներ, բանավեճեր, ես կներկայացնեմ։ Ամեն դեպքում ես իմ տեսակետը կարող եմ ասել։ Բացառում եմ համագործակցություն պրոռուսական կամ Գյումրի օրինակը, որ այդքան շատ են սիրում, ըստ ինքնահռչակ Վարդանիկի, իսկ իրականում Վարդան Ղուկասյանի, ինքան ինչ էր ասում էր կամ միութենական պետություն, կամ դուք թրքահպատակ շան տղա եք։ Հիմա այս շրջանակն էլ պետք է այդ հարցին պատասխանի, որ Գյումրու փեշերից այդպես կախվում են, Գյումրին օրինակ են բերում,
Իրանք այս հարցին պետքա պատասխանեն, դուք որ շրջանակի մաս եք կազմում։ Կիրիենկոին ճանաչում եք, թե չէ։ Գիտեք Կիրիենկոն ով է։ Ես այս հարցը ամենայն լրջությամբ եմ տալիս եւ անկեղծությամբ, գիտեք, որովհետեւ ես վստահ եմ, որ գրեթե վստահ եմ, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի տեխնացուների մեծ մասը Կիրիենկու ազգանունն ու անունը չգիտի դա ինչա նշանակում, ով է, կա այդպիսի մարդ, ինչ կապ ունի մեր երկրի հետ, ինչա կուրացիա անում։ Դրա համար իմ բանավեճը մեծամասամբ իրենց հետ չի, Իսկ ում հետ է։ իրենց քաղաքական առաջնորդների հետ է։ Թևանյան անդոնների հետ է, որ առավոտից երեկո Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերություններում կանգնած Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունքներ են տալիս։ Հայաստանի Հանրապետությունն են անկախությունն ու ինքնիշխանությունն են սակարկման առարկա դարձնում։ Ռոբերտ Քոչարյանն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չգիտես ոնց երազանքի փաստաթուղթ էր վերջերս որակում։ Էլով է։ Նախկին այդ իշխանություններն են, որ պատասխանատու են այս իրավիճակի համար։ Կներեք էլի։ Պարոն Մկրտչյան, Խաչատրյանը նաև հայտարարեց, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, հաջորդ քայլով պիտի հարձակվի Մայրաթորի վրա եւ հորդորում էր Էջմիածնի բնակիչներին զգոն լինել, ականջալուր լինել իր այս զգուշացումներին եւ ասում էր, որ պիտի ճիշտ ընտրություն անեք, այլապես հաջորդ քայլը կհարձակվեն մեր սրբությունների վրա։ Ես գիտեմ, որ դուք էլ բազմիցս արտահայտել եք ձեր դիրքորոշումը կապված ոչ թե Մայրաթորի, այլ որոշ սպասավորների հետ կապված։ Ինչ եք կարծում, այս հարցն էլ քաղաքական դաշտում կօգտագործեն, քանի որ մենք տեսնում ենք, որ արդեն այս ուժերն են դիրքավորվել Մայրաթորի պաշտպանությանը, այսպես ասած, ինչ որ երևակայական ուժերից եւ կամ հարձակումներից։ Ձեր դեմ կօգտագործվի նաեւ այդ փաստը, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը կներեք, ինչ փաստ։ Այն փաստը, որ ես արտահայտել եմ կարծիք Կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ, արտահայտել եմ, իմ արտահայտած տեսակետները փոփոխման ենթակա չեն եւ չեն փոփոխվել եւ շարունակում են ակտուալ մնալ։ Ինչի մասին է խոսքը։ Ես ես մեկ այլ բան ասեմ։ Վաղարշապատ խոշորացված համայնքում մի ֆենոմենալ ակցիա է իրականացվում։ Մոտենում են մարդկանց։ Ասում են ներողությունից դուք քրիստոնյա եք։ Դու ապուշ ես, եղբայր, իհարկե քրիստոնյա եմ։ Իսկ դուք հավատում եք Աստծուն։ Չէ, դու ասում ես հաստատ ապուշ ես։ Իհարկե հավատում եմ Աստծուն։ Իսկ եկեղեցին դա եկեղեցին Աստծո տունն է, ինչ խնդիր կա։ Դե ստորագրեք այս թղթի վրա։ Դուք պատկերացնում եք մակարդակը։ Իսկ ինչ ստորագրահավաքի մասին է խոսքը։ Այսինքն ինչ են դրա կարծում մեր թիմը մոտ օրերս նաև դիմում բողոք կներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով, որովհետև սա կարծես թե խախտում է ըստ իս, եւ դուք ինքներդ նաև կտեղեկանաք։ Բայց դուք աբսուրդի չափաբաժինը տեսեք։ Մարդիկ կան, որ նույն էս տեխնացուները ինչ են անում։ Գրոհեն վեհարանը։ Ուրեմն լսեք։ Հայ առաքելական եկեղեցու Աստծո տան վրա ով փորձի գրոհի իմ անձնական թշնամինը։ Ասեմ ավելին, ինստիտուտի վրա ով գրոհ իրականացնի իմ անձնական թշնամինը։ Բայց մի վարքյան, հանգստացեք էլի։ Մի հատ սառը ջրով լվացվեք ու հանգստացեք։ Կտրիչ Ներսիսյանը եւ հայ առաքելական եկեղեցին նույնական են։ Մսից արյունից մարդ է, մահկանացու է Կտրիչ Ներսիսյանը, որը եղել է աշխարհիկ, ապրել է, կյանքի ինչ որ էտապում որոշում է կայացել, որ պետքա գնա հոգևորականի ճանապարհն ընտրի, ծառայի Աստծուն։ Ասեմ ավելին, կուսակրոնության ուխտը ընդունել, ուխտը կարծես թե խախտել է, որովհետև չի երկում։ Կանոնագիր հայոցն ասում է, որ իրավունք չունի կուսակրոնության ուխտը խախտած անձնավորությունը լինի կաթողիկոս։ Հրավիրում եմ բոլոր հավատացյալների ուշադրությունը։ Հիմա ասեք ինձ տեսնեմ, որտեղ եք այստեղ եկեղեցու դեմ, ինստիտուտի դեմ, իմ սրբության դեմ հարցակում տեսնում։ Հերիքա պահկվեք որոշ հոգևորականների վեղարի տակ, դուրս եկեք այդ վեղարի տակից։
Հայ առաքելական եկեղեցին փորձել են, այդ փորձերը ինչ որ տեղ արդյունք հա տվել, ներքաշել քաղաքական process-ների մեջ, հիմա նույնը լոկալ։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում հաշվի առնելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արկայությունը այնտեղ օգտագործում են։ Բայց ես նորից եմ կրկնում, մեր հայրենակիցների իմաստության վրա չկասկածեք։ Չկասկածեք մեր հայրենակիցների իմաստության վրա։ Այդ մարդիկ այդ համայնքում ապրում են։ Շուրջ բոլորը տեսնում են։ Բիզնեսներն են տեսնում, ունեցվածքն են տեսնում, շարժն են տեսնում, ապրելակերպն են տեսնում, վարվելակերպն ու շփումն են տեսնում։ Ում եք եկել լոլո կարդում, ես ինչ ջայլամային քաղաքականություն է, չեմ հասկանում։ Եկեղեցու թիկունքում թաքնվել, վայ եկեղեցու վրա գրող կլինի։ Լուրջ եք ասում։ Կարող է ստացվի այնպես, որ ոսկեպարի եկեղեցու նման են մի հատ ինքնասառեցված տեր կար, որ հիմա ահաբեկչության հոդվածը վրան դրած, չգիտեմ, կարդարացվի թե ինչ կանի, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտենք։ Մի հատ տեր կար ոսկեպարի եկեղեցին ասում էր հանձնվել ա թշնամուն կամ հեսա 5 պակասա, ուր որայա կհանձնվի թշնամուն։ Կարող է այդ բաննա, հայտնի մուտիլովկաներն եք բերելու դաշտ նետում։ Ես ինչ վարվելակերպ է։ Դուրս եկեք Մայրաթորի թիկունքից։ Աստծո տունը մի խառնեք քաղաքական հարցերին։ Սա զգուշացում է, իսկ ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին։ Իմ դիրքորոշումները ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, իմ դիրքորոշումները ինչպես եղել է, շարունակում է մնալ։ Թե Էջմիածնեցին գիտի իմ դիրքորոշման մասին, թե առհասարակ Հայաստանի Հանրապետությունում եւ որտեղ որ հասանելի է եղել իմ խոսքը, մարդիկ գիտեն իմ դիրքորոշման մասին ու դա փոփոխման ենթակա չի, եթե ոմանց համար։ Սա էլ տողատակում ասեմ, թող իրենք հասկանան։ Իրենց քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, նպատակահարմարությունից ելնելով իրենց համար այդ օրակարգը իրենցը չի, այդ էլ ճիշտ չի։ Ջայլամային քաղաքականության վերջը տվեք։ Այդ ջայլամային քաղաքականությունն է մեզ բերել այսօրին հասցրել։ Ու վաղարշապատում հատկապես այդ ջայլամային քաղաքականության վերջը պիտի տրվի։ Ջայլամի պես գլուխներդ կողել եք ավազի մեջ։ Մենք բարձրացրեք տենանք ով եք։ Պուտինն է հովանավորում, Կիրիենկոն է ձեզ հովանավորում ու կուրացիա անում։ Դուք ինչ եք ուզում Հայաստանի Հանրապետության հետ տանեք դարձնեք գուբերնիա, Էջմիածինը դարձնեք Մագադան։ Ինչ եք ուզում անեք։ Պարոն Մկրտչյան, ամեն դեպքում, քանի որ դուք էլ խոսեցիք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից եւ որոշ մտքեր ցիտեցիք, Սևակ Խաչատրյանն էլ նույն պնդումն արեց, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները եղել են ամենախաղաղ տարիները եւ Հայաստանի համար ամենաարժանապատիվ զարգացման տարիները։ Եվ նույնը ենթադրում եմ խոստանում են նաեւ Էջմիածին։ Թքել եմ այտենց արժանապատվության ճակատին, որի անունն է Գույք պարտքի դիմաց գործարք։ Ամենաբարձր տեղից Եթե կուզեն Մասիսի գագաթից թքել եմ այտենց արժանապատիվ գործարքի վրա, որի անունն է Գույք պարտքի դիմաց։ Թքել եմ այտենց արժանապատիվ ղեկավարի վրա, ճակատին, ում օրոք տեղի է ունեցել մարտի 1-ի ոճրագործություն։ Երևանի կենտրոնում խաղաղ ցուցարարները գնդակահարվել են։ 10-ից ավել ցուցարար եւ ոստիկան գնդակահարվել ու սպանվել են Երևանի կենտրոնում։ Էս ինչ բայղուշություն է։ Բայղուշության էս որ բանն է, էլի, բանա, Ռոբերտ Քոչարյանից Սուրբ Ռոբերտ կերտեք, այդպես լավ չի։ Կարող է հասկացանք սերունդը փոխվել, իմ սերունդը հատկապես, իմ սերնդակիցները, անկախության սերնդակիցները, գուցե երիտասարդ ավելի սերունդը, գուցե իրենք շատ բաներից տեղյակ չեն, բայց մեր մեծերն էլ ապրել են, տեսել են, պատմության մեջ գրվել է, փոխանցվել է, Սադարակի պալատկից կարող ենք սկսել, Մեղրին խուրդա դարձնելու հայտնի օպերացիայից հոկտեմբերի 27-ի ոճրագործությունով, ապրիլի 12-ով, մարտի 1-ով, Գույք պարտքի դիմացով, վերև նաստված ներքև Վլադիմիր Պուտինով ավարտենք, ինչի մասին է խոսքը։
Եվ պարոն Մկրտչյան, մի երևույթի մասին էլ կուզենամ խոսենք, քանի որ այս ուժերը բարբերաբար շրջանառում են այն թեզը, թե Նիկոլ Փաշինյանի ճակերտավոր ասած իրենց խոսքերով ժողովրդավար Հայաստանում ընդդիմադիր բոլոր համայնքապետները կամ սպանվում են, կամ ձերբակալվում են, Վարդան Ղուկասյանը եզակի բռնաճնշումների է ենթարկում, Վարդան Ղուկասյանը անգամ օրերս դիմել էր դիվանագիտական տարբեր ներկայացուցությունների, թե զգոն եղեք, ձեր ուշադրությունը պահեք ինձ վրա, որովհետև իշխանության կողմից բռնաճնշումների է ենթարկում։ Հարցս կարող է հռետորական թվալ, բայց արդյոք չեք վախենում հաղթելու պարագայում, այսինքն այս իշխանության հետ համագործակցել, որովհետև այս բռնաճնշումների նաև պայմաններում, եւ ինչի մասին են այս խոսակցությունները իսկապես, ինչպես իրենք են բնորոշում Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունում, ընդդիմադիրները այդքան ճնշված են, ձայնի իրավունք չունեն, դիմում են արևմտյան օրինակ ներկայացուցություններին, որ ուշադրության կենտրոնում լինեն եւ օրինակ Վարդան Ղուկասյանն ասում է սպանելու են։ Դե ես իմ Վարդան Ղուկասյանը եթե այդպիսի տեղեկություն ունի, բարեկամաբար կարող եմ խորհուրդ հորդոր եղել իրեն։ Գնա դիմիր իրավապահ մարմիններին, կասկածներով կիսվիր, օպերատիվ խումբ կարծում եմ կձևավորվի, կսկսեն աշխատել, կանխարգելել, մարդ այդպիսի տեղեկություն ունի ու կանգնել լրատվամիջոցներով է կիսվում։ Իրավապահ մարմիններ գոյություն ունեն այս երկրում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադի ամեն մեկի տակ որ խորանակ Վարդան Ղուկասյանը ով է տասնամյակների Գյումրվա բդեշխ որ շենքի տակով անցնում ես ասում Վարդան Ղուկասյանինն է Գյումրիում Վարդանի գինն է լավ այսպես ասենք հիմա քրեական գործ չլինի հետապնդում բա ինչ անի պետությունը հաշվի առնելով, որ նրանք գնացել միութենական, կոմունիստական, կրոնական, ինչ-որ խաղիկների, ավելի գլոբալ Կիրենկոյի կուրացիայի տակ են հայտնվել, ների այդ ամեն ինչը, այդ ալանը, թալանը, այդ ապորինի գույքը, ես ի տարբերություն իրենց, ընտրվելու պարագայում, իհարկե չեմ վախենում, որովհետև աղարշապատ խոշոր ասված համայնքի խնդիրները մերն են, գլոբալ առումով նաև Հայաստանի Հանրապետության խնդիրներն են եւ կենտրոնական իշխանության հետ ես ուղիղ համագործակցության արդյունքում եմ այդ խնդիրների լուծումը պատկերացնում։ Եթե մարդիկ մտածում են, որ ինքնանպատակ ինչ որ ընդդիմադիր տեխնացուի բերեն կարգեն համայնքապետ դա իրանց օգուտ է տալու, ով այդ ընդդիմադիր համայնքապետն էլ ինքնանպատակ առիթը բաց չի թողնում հանրապետության օրինակ վարչապետին հայոյի, չգիտեմ, իշխանությանն ու կառավարությանը հայոյի ու դա լավ բան է բերելու իր համայնքին, իրենք չարաչար սխալվում են։ Ոչ, ես կենտրոնական իշխանության եւ կառավարության հետ ուղիղ համագործակցության, սերտ համագործակցության անգամ արդյունքում հասնելու եմ վաղաշապատ խոշորացված համայնքի խնդիրների լուծմանը։ Պարոն Մկրտչյան, կուզենամ նաև խոսենք հենց այդ խնդիրներից։ Համայնքը ինչ խնդիրներ ունի եւ որոնք են ձեր համար առաջնահերթություններ լինելու, որովհետեւ տեսեք գալիս են ամենատարբեր խոստումներով, հատկապես նախընտրական շրջանում, որ օրինակ ենթադրենք աղբահանության հարցը կլուծենք, թափառող շների հարցը կլուծենք, ինչպես Գյումրու պարագայում էր։ Հիմա Էջմիածնի պարագայում որոնք են առաջնահերթությունները եւ որոնք են այն խնդիրները, որոնք իսկապես սպասում են ինչ-որ մի լուծման, հանգուցալուծման։ Գիտեք, էլի ես հարցում եմ, ես կլինեմ մաքսիմալ անկեղծ։ Մեր հայրենակիցները վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչները մասնավորապես շատ բան չեն ուզում իրենց համայնքապետից։ Մաքուր, կոկիկ քաղաք, լուսավոր քաղաք, ներդրումների համար պարարտ հող եւ դաշտի ստեղծում, բյուրոկրատական քաշքշուկների ամենակարևորը բացառում, թափառող շներ։ Ես ծրագիրը կներկայացնեմ, ծրագրի մեջ թափառող շների մասով պատրաստվում եմ կոնկրետ ժամկետներ նախանշել խնդրի լուծման համար, ի տարբերություն ոմանց, ովքեր տարիներ շարունակ եկել խոստումը տվել, գնացել են, մինչև այսօր կացարան են կառուցում, կացարանի համար ինչ-որ դոնոր են փնտրում, դա արագ լուծվող խնդիր է եւ շատ սուր խնդիր է, սուր արտահայտված խնդիր է վաղարշապատում։ Առհասարակ այն պարտականությունները, որ դրված է համայնքապետի վրա իր ուսերին, եկեք ֆիքսենք, սիրելի հայրենակիցներ, սիրելի վաղարշապատցիներ, դուք էլ ֆիքսեք, առհասարակ, թող բոլորը ֆիքսեն։ Այն ինչ դրված է իր վրա, անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետ, դա իր պարտականությունն է։
Սրանք եկել այս տեխնացուների, ես իրականում տեխնացուների նայում, ամեն մեկը մի հատ խոստում է վաճառում այս ժողովրդին։ Ես էս կանեմ, ես են կանեմ։ Եղբայր, քաղաքը մաքուր պիտի պահես, դա դու խոստան, իհարկե պիտի պահի, բա դա քո ուղիղ պարտականությունն է, բա դու ինչի համար ես, եթե քաղաքը պիտի մաքուր չպահես։ Այս խոսակցությունների դաշտ ես աշխատում եմ չմտնել, որովհետև կրկնում եմ։ Դա պարտականություն է, որը պետք է հավուր պատշաճի յուրաքանչյուր ընտրված քաղաքապետ իրականացնի։ Դա պետք չի ժողովրդին իբրև բարի կամքի դրսևորում ներկայացնել եւ բարեկենդան ձևանալ։ Դա պարտականություն է։ Իսկ ինչ վերաբերում է գլոբալ, ես ուզում եմ հասկանամ, նորից եմ կրկնում։ Օրինակ 78000 ընտրող ունեցող համայնքում Կիրիենկոն տեխնացու ունի թե չունի։ Ունի թե չունի, պարոն Մկրտչյան։ Ես ուզում եմ հասկանամ, Ռոբերտ Քոչարյանը ի վերջո տեխնացու ունի թե չունի։ Ես ուզում եմ հասկանամ, Վարդանիկը ճիշտ էր թրքահապատակ շանտղա ասելով, թե ճիշտ չէր։ Ես ուզում եմ հասկանամ, քաղաքացիական պայմանագիրը ի վերջո նախկին իր համայնքապետին տալու է քաղաքական գնահատական, թե չի տալու։ Վերադառնանք նաև ձեր տեխնացությանը, պարոն Մկրտչյան, ինչու պիտի Վաղարշապատի բնակիչը ընտրի հենց ձեզ խոստումներից զատ։ Որովհետև համոզված անկախական եմ ինձ համարում։ Համոզված անկախական եմ ինձ համարում, սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ իմ ծննդավայրը, ապրել եմ, ծնվել եմ, մեծացել եմ այդ քաղաքում, կրկնում եմ գրպանային քաղաքապետի տեխնացու չեմ, գալիս եմ, ծառայեմ համայնքին։ Եվ ի վերջո 7 տարի շարունակ Վաղարշապատ խոշորացված համայնքի խնդիրներից, ամենասուր արտահայտված խնդիրներից, ամենավախենալու խնդիրներից, եթե կուզեք, Վաղարշապատցիները կհաստատեն։ Եթե ոչ առնվազն տեխնացուներից մի քանիսը ինձ թվում է համարձակություն գոնե թե այս էտապում կունենան հաստատելու։ Ով է խոսել այդ խնդիրներից, եթե ոչ ես։ Էլի գլուխ կովա, թող չլինի, ես այդ շնորհով ճակերտավոր օժտված չեմ ինքս ինձ գովելու, բայց եկեք փաստերով, ով է խոսել, ով է դրա մասին բարձրաձայնել, ցույց տվեք, մեկին ցույց տվեք, երկրորդին ցույց տվեք, կան ավականիներին ցույց տվեք ի վերջո, ուր էին, երբ որ համայնքային հողերն էին օտարվում, կադաստրային արժեքի, չգիտեմ ինչա պատիկի չափով, ուր էին, այս սրա համար պիտի ընտրեն։ Պիտի ընտրեմ, որովհետև ես նորից եմ կրկնում, ես չեմ պատրաստվում կենտրոնական իշխանության ընտրվելուց հետո իբրև այլընտրանքային երրորդ ուժի հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ, չեմ պատրաստվում ինքնանպատակ իշխանությանը հայհոյել։ Ես պատրաստվում եմ իշխանության հետ սերտ համագործակցության արդյունքում Վաղարշապատ խոշորացված համայնքի խնդիրները հնարավորինս եւ մաքսիմալ լուծել։ Սա է։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Վաղարշապատ խոշորացված համայնքի քաղաքապետի տեխնացու Հարություն Մկրտչյանի հետ։ Կհանդիպենք։